Այժմ առաջարկում եմ տեղափոխվել Ստամբուլ, կլսենք Ակոս Թերթի հայկական էջի գլխավոր խմբագիր Բակրատ Էստուկյանին, բարև ձեզ Բակրատ։ Բարև ձեզ։ Նախ Ստամբուլում գրանցված երկրաշարժի մասին, ինչ ուժգնության եւ ինչ թարմ տեղեկություն ունեք Բակրատ այդ մասին։ Ուժգնությունը 6.2 բալեր այս երկրաշարժի բավական ուժգին էր, բայց բարեբախտաբար դեպողությունը կարճ եղավ, այսինքն 10 վայրկյանի մեջ ավարտեց շարժը, բայց հետո բազում կրկնություններ եղան, հետադարձ ցնցումներ, հաջորդող ցնցումներ, որոնք մինչև 5.9 բալ հասան, անոնցվե ամենաուժգինը 5.9 էր, 7 ցնցումներ գրքերազանցեին 4 բալը և հարյուրավոր ավելի նվազ ցնցումներ հաջորդող ժամերու ընթացքին։ Բայց ժողովուրդը խոժապի մատնվեցավ, որովհետև երկար ժամանակի ի վեր մասնակիցներ կխոսին ավերիչ երկրաշարժի հավանականության մասին։ Միշտ կխոսվի մոդակա ապակային բոլիսը լուրջ ավերի մատնող երկրաշարժի հավանականության մասին, հետևաբար այս ցնցումն բավական խոր խոժապ պատճառեց հասարակության մոտ։ Նույնիսկ մինչև այս ժամուն ահագին քաղաքացիներ բացօթյա տարածքներեն զբոսայգիներու մեջ կուտակված մարդիկ կան, միգուցե անոնց մեկ մասը գիշերն անցնեն այդ պայմաններու տակ։ Կա անգամ պաշտոնական հաղորդագրություն, կարծեմ Թուրքիայի խորհրդարանի նախագահն է հայտարարել, որ առաջիկայում ավելի մեծ ցնցումների հավանականություն կա։ Այո, կա։ Ընդհանրապես կարծիք կա, որ այս տեսակի փոքր ցնցումները ավելի մեծ ցնցումի ուժը կրնան նվազեցնել, բայց հիմա հակառակ բնտում կա, ոչ կսեն ընդհակառակը ավելի ուժ կուտակելուն պատճառ կրնա դառնալ այս ցնցումները, հիմա եղածները, հետևաբար այդ մտահոգությունը հետզհետե ավելի բարձրացած է։ Այսօր երևի գիտեք, ապրիլի 23-ն է Երևանում այդ ավանդական ակցիան է իրականացվում ջահերով երթը։ Ձեզ համար ինչ խորհուրդ կա դրանում։ Ջահերով երթը, այո, ավանդություն դարձավ, հատկապես հայ հեղափոխական դաշնակցությունը առաջնահերթ դերակատարություն ունեցավ այդ ընթացքին մեջ եւ երիտասարդական շարժումը եղավ, ի տարբերություն 24 ապրիլի 1960-ական տարեթի վերեն ի վեր ամբողջ ժողովրդին համազգային մասնակցությամբ կատարվող սկո հանդեսեն, այս մեկը քիչ ավելի քաղաքական բնույթ ունի եւ ինչու՞ չէ նաեւ մեջը գա ադելության պատգամներ, ադելության ելույթներ, քանի որ մենք նախորդ տարիներում քանի անգամ ականատես եղանք թրոշակ հրգիզելու երևույթներուն, ինչ որ սովորական չէ այդ 24 ապրիլի սկո հանդեսին, 23 ապրիլի գիշերվա ժամերում կայացող ջահերով երթը այս պատկերներն բարձեց։ Ես գիտեք, որ իբրև անց, իբրև անհատ միշտ որոշ հեռավորություն բախածեմ ազգային գոչված ամեն տեսակ բանի հետ։ Սա թուրքական ազգայինի համար ինչ որ է, նույնն է հայկական ազգայինի համար։ Գրնամ ասել, որ ես ազգայինի հանդեպ որոշ ալերգիա ունեցող անձնավորություն եմ, հետևաբար եթե այսօր ես Հայաստանը լայի, մաս չէի կազմել այդ երթին, բայց ըսելիք բան չի գա, քանի որ 24 ապրիլը մեզ համար շատ իմաստալից օր է, այդ օրվա համար մենք ըսելիք շատ խոսք ունենք, չփակված հաշվետետրակ ունենք մեր ցերքին եւ հետևաբար այս բոլորը բնական թիմավորելու հարգատրանք ալգա։ Թե ոչ ես անցամ ազգային գոչված ամեն բանի դեմ վերաբախություն ունեցող անձնավորություն է։ Հասկանալի է։ Դե վաղը ապրիլի 24-ն է։ Ինչ եք անելու դուք այդ օրը։
Ապրիլի 24-ին մենք մինչև համավարակի տարիներ սովորաբար փողոքի ցույցեր կգազմագերբեինք, ավելի ճիշտ է հիշատակման միջոցառումներ կգազմագերբեինք քաղաքի կարևոր հրապարակներում վրա։ Սկիզբը այդ մեկը կայացավ կարևոր հրապարակներում վրա, առաջին քանի տարիներուն հետս է ավելի բազմություն մասնակցություն ապահովվեցավ եւ հետո քաղաքի իշխանությունները կամ ներքին գործոս նախարարությունը հետս է ավելի ոչ այնքան աչքարու վայրեր ուղեց այդ հանրահավաքը եւ հետո վրա հասավ համավարակը։ Երկու տարիներ համավարակի պայմաններու տակ առցանց դրությունով հիշատակումներ կայացան եւ անցնող վերջին 2-3 տարիներու ընթացքին առհասարակ արգելվեցան փողոցային հանրահավաքները, հիշատակման հանդեսները։ Այս մեկը մեզ համար զարմանալի չէ, գիտեինք թե այդպես կբացշաջի այսօրվա կառավարության, թեև ինչ որ կգայանար նախապես այդ այսօրվա կառավարություններ, բայց այն ժամանակ իրենց որտեղ կրած ուղին դարբեր էր, իսկ այսօր ալավերի դարբեր։ Եվ մեզի այսօր կմնա թահլիճներու մեջ կայացած հիշատակման միջոցառումները, ասոք գլան ասուրիստերու չափանիշով, գլան փառախոսություններու չափանիշով, օրինակի համար այսօր դեղական մամուլ են թերթմը, Ենի Աշամը ինձ հետ կատարված ամբողջ էջանի զրույցը հրադարագեց 24 ապրիլի հետ առնչված, այս տեսակի ահագին ուրիշ միջոցառումներ ալդեղի ունեցած են, բայց ներկա պայմաններում մեջ այլևս փողոցի վրա, հրապարակներու վրա հավաքական հիշատակման հանդեսները թատրած են։ Այսինքն մնաց ինչ վաղը բادرակ պիտի մատուցվի սրբատասված նահատակներու հոգվին ի հանգիստ, հոգեանքստյան բادرակ պիտի մատուցվի վաղը։ Այսինքն Բակրատ Թուրքիայի բազարի նախագահությամբ։ Ահա, ես դա եմ ուզում հարցնել, պատրիարքանի մասնակցությունը ինչպիսին է լինելու։ Այսքանով սահմանված։ Հասկացա։ Այսինքն ձեր մենք վաղը մեր խմբակրադան մեջ պիտի հյուրասիրենք ունած դիեզերական պատրիարքը։ Պարզ է։ Իր այցելությունը դեպի մեր խմբակրադուն։ Ձեր նկարագրածից հասկացվում է, որ Թուրքիայի քաղաքական իշխանությունների վերաբերմունքը ապրիլի 24-ի նկատմամբ ավելի է կոշտացել։ Այո, այսպես ցերգարելի է։ Թեև միշտ ասում են, որ Ստամբուլը Թուրքիայի մյուս քաղաքներից տարբերվում է։ Այդ անշուշտ որ այդպես է, բայց մյուս կողմեն մյուս քաղաքներն Իստանբուլը օրինակելու հատկություն ունեին։ Հիմա որ Իստանբուլը լրած է, անոնք գրկնաբադիկ լրած են։ Բակրատ, ներքաղաքական իրադրությունը ինչ փուլում է։ Ենթադրում եմ երկրաշարժը ինչ որ փոփոխություն մտցրած կլինի։ Անշուշտ որ երկրաշարժը որովհետև օրագարկը հանգարձակի օրեն ասենք այսպես ջեղկեց։ Օրագարկի բնական ընթացքը հանգարձակի օրեն ջեղկեց եւ ինք քերազանցող նյութ դարձավ բոլոր նյութերը վեր։ Բայց անգե անտին դակավին Իստանբուլի քաղաքապետի փանդարգության խնդիրը որոշ լարվածության պատճառ է եւ ժողովրդահանրապետական գուսակցությունը, որ գլխավոր ինտիմատիվ գուսակցությունն է, այլևս սկսած է հանրահավաքներ կազմակերպել մեծ մասնակցություններով։ Եվ շատ ուշագրավ երևույթ է, որ նախորդ գիրագի այդ հանրահավաքներն մեկը գայացավ Յոզղադ քաղաքի մեջ, այդ քաղաքը հետադիմական թիմակիցով ծանոթ է եւ այսօրվա իշխող գուսակցությունը ցայներու 75% կնվաճեր այդ քաղաքի մեջ, իսկ ինտիմատիվ ժողովրդահանրապետությունները 2%, բայց անոնք հանդգնեցան այդ տեսակի թիմակից բարձող քաղաքի մեջ ցույց կազմակերպելու եւ ահռելի մեծ մասնակցություն տեղի ունեցավ, շատ ցնցիչ պատկեր էր բոլորին համար, ոչ ոք կգործեր թե այդպիսի արձագանք դուրս կգա այդ քաղաքեն,
ընդհանրակը շատեր հիմարություն համարեցին այդ քաղաքի մեջ այսօրվա գրոնամետ իշխանության այդ կան զորակցող քաղաքի մեջ նման փողոքի ցույց կազմակերպել անգամ, բայց բարձրացավ որ ճիշտ խաղապար է եղել, ճիշտ որոշում է եղել եւ արդյունքն համապատասխան դուրս եկավ։ Բակրատ, ինչով կբացատրեք վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցների ընդգծված հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ։ Ես չեմ նկատել այդ աստիճանի ընդգծված հետաքրքրություն, որովհետեւ կարծես թե այս նյութը հատկապես իշխանամետ մամուլի կողմէ զանցանված, անդեսված նյութի մը վերածված է եւ ինտիմատիվներն ընդհանրապես մենց հետաքրքրություն չունին Հայաստանի հետ ընթացող քաղաքականության հանդեպ չեն հարցնել թե ինչ կանցնի, ինչ կդառնա, շատ ավելի մեծ ուշադրություն կա օրինակի համար Սուրիա անցուդարձելու նկատմամբ, վերջերս Կիպրոսի խնդիրներու նկատմամբ, որովհետև կենտրոնական Ասիա 3 հանրապետություններ որոշեցին դեսպանատուն ունենալ Կիպրոսի մեջ, ինչ որ Թուրքիա հանրապետության համար շատ լուրջ հարված համարվեցավ, սկանդալային բնույթով հարված համարվեցավ այդ որոշումը, որովհետև գիտեք Կիպրոսի հյուսիսային Ստամբուլի հետ կապը։ այսօր այդպես լալով հանդերձ այդ հանրապետությունները ջանքցան Կիպրոսի պետությունը եւ Թուրքիա մեջ շատ լուրջ ընդվզումի պատճառ դարձավ։ Թուրքական մեկնաբանությունով իբրև թե Եվրոմիության 14 միլիարդ եվրոյանոց ներդրումի փոխարենը եղավ այս մեկը, բայց ես կգարձեմ թե ավելի մեծ խնդիրներ կան։ Թուրքիան հետ դա ավելի մեգուսացման կացող երկրի երևույթը կբարձր այս բանում։ Դե Թուրքիայի ներքին խնդիրներն արդեն մեծ Էրդողանի համար մեծ արգելք են ստեղծել, չէ՞, Եվրոպայի հետ շփումներում։ Այո, վերջերս Eurofighter գոչված գործանիչ ինքնաթիռներ պիտի քներ Թուրքիան եւ Գերմանիան այդ համաձայնությունը վետոյի մատնեց բարձրապես Իստանբուլի քաղաքապետին բանդարգված զլալուն պատճառով։ Վերադառնալով թուրքական լրատվամիջոցների ակտիվությանը, օրինակ Հայաստանի արտգործնախարարի հետ եղավ բավականին ընդարձակ հարցազրույց։ Ինչ տարածում ստացավ բուն Թուրքիայում դա։ Դժբախտաբար օրագարկի մեծ բաժին չունեցավ այդ հարցազրույցը, մինակ հետաքրքիր որոշ զանգվածի ուշադրությունը գրավեց, որոնք մեկ-երկու մեկնաբանությունով անդրադարձան այս նյութին, բայց մեծ ուշադրության դժբախտաբար չարժանացավ։ Այսինքն պետք է ենթադրել, որ հայ-թուրքական օրակարգը այժմ այնքան էլ առաջնային չէ, գոնե Թուրքիայի համար։ Այո, ճիշտ այդպես, այդ է որ գսեմ։ Ավելի ճիշտը միգուցե գրնար Թուրքիայի համար առաջնահերթ լան, բայց Թուրքիան դակավին Փերանին գնայի Բաքուի վարչության, թե անոնք ինչ պիտի ասեն եւ առանց անոնց հավակնության քայլը առնելու ի վիճակի չերևիր։ Դե հայտնի է Բաքվի թիվ 1 մտահոգությունը, դա հայ-թուրքական սահմանի բացումը կլինի։ Այդպես կլինի, որովհետև ոչ միայն Բաքուն, այլ Թուրքիան սրտանց ուզեցին, որ Հայաստանը շրջափակումի մեջ բահեն դակավին, ինչ որ 30 տարի առաջ սահման փակելով, երկաթուղի անցագետը փակելով կործատրել սկսած էին, անոնք պիտուզեն, որ անոր համար է, որ գահամարին Զանգեզուրի միջանց խոլովելու, այո, խոլովել փայը պիտի կործածեմ այստեղ, Զանգեզուրի միջանց գհոլովեն, որովհետեւ Հայաստանը առհավետ շրջափակման մեջ բահեն։ Ավարտեցինք, շնորհակալություն Բակրատ, որ միացաք մեզ։
Խնդրեմ հաջողություն ձեզ։ Ստամբուլ ներկապի մեջ լսում էինք Ակոս Թերթի հայկական էջի գլխավոր խմբագիր Բակրատ Էստուկյանը